Հարգելի փոխոսնակ, Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Իհարկե լսելով պարոն Մինասյանին, տպավորություն կարող է ստեղծվել, որ օրինակ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգը ներդնելուց մեկ տողով գրված է եղել, որ համակարգը վերաբերելի է օրինակ 90-ականներից մինչև 2018 թվականը պաշտոնավարած քաղաքացիներին, բայց կարիք չկա իրականում մտահոգվել, իզուր է մտահոգվում պարոն Մինասյանը, որովհետև ինչպես նշածս տարիների պաշտոնավարած պաշտոնյաներին է վերաբերելի, այդպես էլ 2018 թվականից առաջ և հետո պաշտոնյաներին և քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի պատրաստվում, օրինակ, եթե մի օր չլինի իշխանություն, դնի իր պայուսակի մեջ և այս համակարգը իր հետ տանի տուն, օրինակ, իզուր է մտահոգվում պարոն Մինասյանը։ Հարգելի գործընկերներ, Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր գործում է մի միջավայրում, որտեղ այլևս չկա անձեռնմխելի կաստան, չկա այս մեկին կամ այն մյուսին չդիպչելու ցուցակ հատուկ, և հենց սա է ամենամեծ քաղաքական փոփոխությունը։ Եվ որքան բարձր են հնչում պաշտոնական ճառերը, այնքան ավելի ակնհայտ է դառնում համակարգային փոփոխությունը ցավոտ է հենց նրանց համար, ովքեր տարիներ շարունակ օգտվել են անպատժելիությունից։ Այսօրվա զեկույցը հերթական հաշվետվությունը չէ, հարգելի գործընկերներ։ Սա մեր պետության կարևորագույն փոփոխություններից մեկի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման մասին է։ Տարիներ շարունակ կոռուպցիան եղել է ոչ միայն իրավական, այլև քաղաքական խնդիր։ Այն եղել է կառավարման մշակույթի մի մաս, ու ոչ փոքրիկ մի մաս, եղել է բավարար մեծ չափով մի մաս։ Այն եղել է կառավարման մշակույթի մաս և հենց այդ մշակույթը փոխելու քաղաքական մանդատն է ստացել հենց այս իշխանությունը, ժողովրդի կողմից ընդ որում։ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը ձևական քայլ չէր։ Դա քաղաքական որոշում էր ունենալ անկախ, մասնագիտացված մարմին, որը կգործի ոչ թե ընտրովի արդարադատության, այլ օրենքի գերակայության սկզբունքով։ Այո, պայքարը հեշտ չէր։ Այո, կան քննադատություններ, բայց պետք է արձանագրենք, որ մի կարևոր փաստ, այսօր արդեն որևէ պաշտոն, որևէ կապ, որևէ քաղաքական անցյալ անձեռնմխելիության երաշխիք չէ։ Սա որակական փոփոխություն է մեր պետական համակարգում, սիրելի գործընկերներ։ Մենք պետք է հստակ ասենք, կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել սելեկտիվ կամ քաղաքական գործիք։ Այն պետք է լինի հետևողական, պետք է լինի ապաքաղաքականացված և իրավական։ Եվ հենց այդ ճանապարհով է ընթանում այս համակարգը։ Միևնույն ժամանակ պետք է շարունակենք ուժեղացնել ինստիտուտները, բարձրացնելով քննության արդյունավետությունը, ապահովելով դատավարությունների ողջամիտ ժամկետները և հանրային վստահության ամրապնդումը, որը թերևս գոնե իմ կողմից ամենակարևոր կետերից մեկն է։ Հակակոռուպցիոն պայքարը միայն քրեական գործերով չի չափվում, այն չափվում է նաև կանխարգելմամբ, օրինակ հայտարարագրման համակարգի արդյունավետությամբ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ողջ գործիքակազմով և պետական կառավարման թափանցիկությամբ։ Մեր քաղաքական դիրքորոշումը հստակ է, սիրելի հայրենակիցներ։ Հայաստանում այլևս չպետք է ձևավորվի այն համոզմունքը, թե իշխանությունը հարստանալու միջոց է, իշխանությունը պատասխանատվություն է, և ոչ միայն իշխանությունը, ցանկացած գործ, մեծ թե փոքր պաշտոն պատասխանատվություն է։ Հարգելի գործընկերներ, այս գործընթացը չի ավարտվելու մեկ տարում, մեկ զեկույցով, իմ ելույթով կամ մեկ քրեական գործով օրինակ։ Սա երկարատև համակարգային փոփոխություն է և մենք պարտավոր ենք ապահովել դրա շարունակականությունը, անկախ քաղաքական տարատեսակ շահարկումներից։
Վստահ եմ, որ մեր պետական ինստիտուտների կայացումը և օրենքի գերակայության ամրապնդումը լինելու են այն հիմքը, որի վրա կառուցվելու է արդար և մրցունակ պետություն։ Այո, դեռ կան անելիքներ։ Այո, արդյունավետությունը պետք է բարձրացնել, բայց փորձել ներկայացնել, թե ոչինչ չի արվում, նշանակում է կամ չտեսնել իրականությունը, կամ միտումնավոր մոլորեցնել հանրությանը, ինչը կարծես թե չի ստացվում, այդ մասին խոսում էին այսօրվա զեկույցում տեղ գտած ցցուն թվերը։ Մենք ընտրել ենք դժվար ճանապարհ, որտեղ նախկինում կուտակված ապօրինի հարստությունը պետք է վերադառնա պետությանը և ընդ որում վերադառնում է։ Ճանապարհ, որտեղ պաշտոնը այլևս անձնական ապահովության երաշխիք չէ, ճանապարհ, որտեղ օրենքը գործում է անկախ քաղաքական պատկանելությունից, և հենց այս իմաստով էի կոչանում, որ պարոն Մինասյանը չսրտնեղի, որովհետև իսկապես այն վերաբերելի է բոլոր քաղաքական ուժերին, անկախ տարեթվերից և անկախ պաշտոնավարման տարեթվերից, և թող հստակ լինի, կոռուպցիայի դեմ պայքարը չի դադարելու ոչ քաղաքական աղմուկից, ոչ ճնշումներից, ոչ էլ անգամ սպառնալիքներից։ Սա հաշվեհարդար չէ, սիրելի հայրենակիցներ, սա պետության առողջացման գործընթաց է։ Մենք կանգնելու ենք այս ինստիտուտների կողքին, ոչ թե անձերի, այլ համակարգի, ոչ թե քաղաքական շահի, այլ պետության շահի, հարգելի ընդդիմություն։ Հայաստանը պետք է լինի երկիր, որտեղ հաջողության բանաձևը աշխատանքն է, ոչ թե տարատեսակ կապերը։ Շնորհակալություն։